Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, մեր եթերում հարցազրույցի ժամ է եւ այսօր հեռավար տեսակապի միջոցով զրուցելու ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։ Բարի երեկո, պարոն Պապյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, լավ եմ։ Պարոն Պապյան, գիտեք, որ այս օրերին թերևս ամենակննարկվող հարցը Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին միաձայն հավանություն տալն էր։ Եվ սոցցանցերում, հայաստանյան լրատվական դաշտում քննարկվում են, մի մասը դա համարում է, ասում են դրանով չպետք է ուրախանալ, չգիտեմ ինչ անել, դա իրենց շահերից է բխում, այդ պատճառով է, հիմա օգտագործում են նորից հայկական հարցը, հետո կմոռանան։ Դե Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին, անընդհատ խուսափում են այսպես կոչված падգամավորներ, տարբեր պաշտոնյաներ։ Նիկոլ Փաշինյանը երեկ երբ հարցրեցին իրեն, թե ինչու որևէ կերպ անդրադարձ չկա, ի վերջո ինչ որ փոքր հարց չէ, էլի, բավականին հնչեղ բան է տեղի ունեցել, արձագանքեց այսպես. արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, այն Նիկոլ Փաշինյանը, ով ասում է, որ հայոց ցեղասպանության հարցը չպետք է համարենք, մի քանի անգամ է այս մասին ասել, առաջնահերթություն չէ մեզ համար։ Ինչ է տեղի ունենում, պարոն Պապյան, ինչու հիմա Իսրայելը այս հարցը առաջ քաշեց եւ Հայաստանի այս արձագանքը, ավելի ճիշտ չարձագանքը, ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Նախ ասեմ, որ սա կարևորագույն իրադարձություն է, սա մի պարզապես հերթական ճանաչում չէ, սա լրիվ նոր հանգրվան է։ Ոչ միայն ցեղասպանության ճանաչման հարցում, այլ դրսևորում միջին արևելքում նոր, այսպես ասած, կառույցների ստեղծման նոր հնարավորությունները։ Հիմա ավելի մի քիչ խորքային եւ ընդլայնված անդրադառնամ, որ պարզ լինի, որին ես բազմիցս եմ անդրադարձել եւ մեր հարցազրույցներում եւ այլոց հետ հարցազրույցներում։ Առաջինը, Բալկաններում 90-ականների այդ գործընթացից հետո, երբ որ ավարտին հասցվեց կիսատ մնացած գործը, իսկ դա կիսատ էր մնացել, որովհետև աշխարհաքաղաքական շահերը փոխարինվել էին գաղափարախոսական շահերով, այսինքն ռուսական հեղափոխության հետևանքով եւ այլն, բնական էր, որ երկրորդ տարածաշրջանը պիտի լիներ Կովկասը եւ Միջին Արևելք, եւ դրա մասին բազմիցս խոսել ենք տարիներ շարունակ, կարելի է ստուգել։ Սա առաջին։ Երկրորդը, երկար ժամանակ երկու երկիր, դա Թուրքիան եւ Իսրայելը ըստ էության պայքար էին մղում լինելու Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցը Միջին Արևելքում։ Այդտեղից բխող տարբեր հետևանքներով դրական բացասական շատերի համար։ Եվ ակնհայտ է, որ վերջի տարիներից Իսրայելը ունի այդ գերակայությունը եւ գնում է դրան։ Այսինքն այն նոր Միջին Արևելքը, որ պիտի ստեղծվի, այդ Միջին Արևելքի, չգիտեմ, վերակացուն, հիմնական նայողին, ուզում եք ասեք, պիտի լինի Իսրայելը։ Այդտեղից էլ ածանցվում է իդեպ Իրանի դեմ պատերազմը, որի միջոցով Իրանը պիտի դառնա Իսրայելի դաշնակից։ Երրորդ, այս ամբողջ ինչի համար է արվում։ Արվում է նրա համար, որովհետև կա մի միջանկյալ պատերազմ, մինչև Չինաստանի դեմ հիմնական պատերազմը որ պիտի լինի, դա Միջին Արևելքում ուժերի վերադասավորության հարցն է եւ այդ հիմնական պատերազմը պիտի լինի Թուրքիայի դեմ։ Թուրքիայի դեմ, որտեղ հիմնական դերակատարությունը բնականաբար պիտի լինի Իսրայելինը, եւ մենք դա տեսնում ենք հենց այս ցեղասպանության ճանաչման առիթով էլի փոխադարձաբար, այսպես բառային հրետակոծության իրար ենթարկեցին եւ դա միշտ է եղել, պիտի լինի նաեւ այն առումով, որ Միջին Արևելքում ձևավորվում է այլ իրողություն։ Հայերը ցավոք սրտի ամբողջին դիտարկում են իրենց բավականին ցածր զանգակատնից, իրենց թվում է, որ այս ամբողջը ոնց որ իրենք են ասում, մեր հարցն են ուզում շահարկեն, չշահարկեն։ Գիտեք, սա իրենց խնդիրն է եւ իրենք լուծում են իրենց հարցերը։ Ինչպես բոլոր մյուս պետությունները, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, ելի առաջնորդվել են իրենց շահով։ Շահը եղել է տարբեր ցեղի, շահը եղել է արտաքին քաղաքական, շահը եղել է ներքաղաքական, օրինակ Կանադան, երբ որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը, այդտեղ այդ ներքաղաքական շահ ուներ։ Այսինքն կապված ավելի շատ ներքին ընտրությունների հետ, կապված այլ հարցերի հետ։
Եվ իդեպ նաև այն երկրները, որոնք չեն ճանաչել կամ երկար ժամանակ չէին ճանաչում, իրենք չէին շղթում ցեղասպանությունը, այլ ասում էին, որ պարզապես հիմա հարմար չէ։ Հիմա այդ ձեր հարցի երկրորդ մաս, ինչու հենց հիմա, որտեվ հիմա հարմար է, որովհետև արդեն թուրք-իսրայելական հարաբերությունները անշրջելիորեն վատացել են, եւ Իսրայելը կորցնելիք չունի, բնականաբար գնաց այս քայլին օգտագործելու, ինչպես Թուրքիան օգտագործում Իսրայելին մեղադրելով Գազայում ցեղասպանության հարցով, մտածեց իսկ ինչու ինքը չպետք է մեղադրելի նույն Թուրքիան իրական հայոց ցեղասպանություն։ Դրա համար եղավ Բայց հիմա էլ Թուրքիան նորից մեղադրում է, ասում է Գազայի իրադարձություններից ուշադրություն շեղելու համար է արվում սա Իսրայելի կողմից։ Բնականա պիտի ասի, թող ասի ավելի լավ, ինչքան իրար նման բաներ ասեն, այնքան ավելի լավ։ Ես չեմ հասկանում հայ հասարակայության այդ հակաիսրայելական, հակահրեական դրսևորումը, որը պատճառաբանվում է հենց ձեր ասածով, որ իբր շահերով է առաջնորդվում, որը բնական է բոլորն են արել, կամ իբր ճանաչում չի, անգամ դուք ձեր հարցի մեջ չասեցիք Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչում, ասեցիք Իսրայելի կառավարության կողմից։ Դա Իսրայելի պետության կողմից ճանաչում։ Բայց դեռևս խորհրդարանով պիտի անցնի, չէ՞։ Իսկ մենք ունենք օրինակներ, փորձեր, բազմաթիվ անգամներ եղել են, եկել հասել է խորհրդարանական քննարկմանը, ընդհատվել է։ Հիմա արդյոք գնում է լիարժեք ճանաչման, պարոն Պապյան։ Այո, գնում է, երբեք նման բան չի եղել, դա էլ կեղծ խոսույթ է տարածել են, երբևէ Իսրայելի կառավարությունը չի ճանաչել ցեղասպանություն։ Այո, եղել են խորհրդարանում մասնավոր առաջադրումներ, այսինքն անհատ падգամավորների կողմից կամ կուսակցությունների կողմից, որոնք ինչ որ մի փուլում մերժվել են, չեն ասի ավարտի։ Սա առաջի դեպքն է, որ կառավարությունը ճանաչում է։ Եվ սա լիակատար ճանաչում է, համաձայն իրենց ներքին օրենսդրության եւ համաձայն միջազգային իրավունքի։ Հիմա հարց տամ, Ռուսաստանի խորհրդարանի մի պալատը ընդհանրապես դուման է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հայերը ասում են Ռուսաստանը ճանաչել է ցեղասպանությունը։ Ընդհանրապես դուման է ճանաչել։ Բա ճանաչումը Իսրայելի կառավարության կողմից ո՞նց է ճանաչում, չէ՞։ Տեսեք միանշանակ, իդեպ ես ուզում եմ հղում կատարել նաև Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական նեղացկոտ այդ ուղերձին, որտեղ իրենք պահանջում էին կամ խնդրում էին վերանայել ճանաչումը։ Այդ բառը ինքնին ցույց է տալիս, որ իրանք ուրեմն չէին ասում, որ խնդրում չճանաչել կամ դադարեցնել, այլ վերանայել ճանաչում, այսինքն իրանք հասկանում որ դա ճանաչում է։ Բայց քանի որ հայերի մեջ կա մի այսպես խավ, որը իրականությանը մի քիչ այլ աչքերով անայց, սկսած ցեղասպանության շրջանից, որ հрьяաներն են կոտորել հայերին, իմիջիալոս դա թուրքական ռոպագանդա է։ Քրդերն են կոտորել, դա թուրքական, այսինքն Թուրքիայի վրից ուրիշի վրա մեղքը դնելու այդ գործընթացի մաս են ասում, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար։ Հիմա մեզ համար սա շատ կարևոր է այն առումով, որը ներքին նաև Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդեցություն ունենալու։ Հիշում եք, ես ասել եմ, դուք մի անգամ ինձ հարց տվեցիք, իսկ այնպիսի ազգային ուժ, որը կարող է Հայաստանին այս վիճակից դուրս բերի, ասացի, այո, կա այդ ուժը, մենք ենք, դուք ասեք, իսկ մեզ կտեսնեն, ասեք, չէ, մեզ չեն տեսնի, այսինքն ընտրողները, շատ բարձր պատճառով, որտեղ այսօր դրա ժամանակը չի, հիմա գալիս է այդ ժամանակը, որովհետև ինչու, ինչ է լինելու, որ գալիս է այդ ժամանակը, պարոն Պապյան, ինչ է սպասվում։ Որովհետև շատ պարզ է, Իսրայելը այս ամբողջը անում է, կրկնում եմ, որտեղ ինքը պատրաստվում է, ընդհանրապես Միջին Արևելքն է պատրաստվում մեծ բախումի Թուրքիայի դեմ։ Եվ դրա համար Իսրայելը ձևավորում է հակաթուրքական առանցք կամ չգիտեմ դաշինք եւ այլն։ Բայց Հայաստանը արդյոք կլինի այդ դաշինքի մեջ, պարոն Պապյան, հարցը այդտեղ է։ Հայաստանի իշխանությունները գոնե մի թեթև խոսքով չողջունեցին, որևէ կերպ, ասենք, լսեցին քիչ առաջ ես ընթերցեցի ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Այնուամենայնիվ գոյություն ունի, չէ, դուք ասում եք պաշտոնապես են շփվում, բայց պաշտոնական որևէ արձագանք չեղավ։ Հիմա արդյոք Իսրայելը Հայաստանին կտեսնի այդ հակաթուրքական դաշինքի մեջ, մանավանդ Հայաստանի իշխանությունը հայտարարում է,
որ մենք չենք ուզում, ասում է, ներքաշվել ինչ որ բաների մեջ գնում են հարաբերությունների նորմալացման Թուրքիայի հետ, սա դեռևս կարող է Նիկոլ Փաշինյանի մոտ գտնվող մարդիկ, ես չեմ ասում падգամավորներ եւ այլն, բայց սատելիտ ուժերի ներկայացուցիչների թիկունքը պահողները ասում են, սա վատ կանրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա եւ այլն։ Ես ուզում եմ ասեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չկա։ Դա հերթական ստերից մեկն է, որտեղ կարգավորումը նշանակում է ինչ-որ հարաբերություններ, ուր են հարաբերությունները։ Ժողովրդին կուտ են տալիս, որ այ հեսա սահմանը բացվելու է եւ Հայաստանը ծաղկելու է, հիմա վերջին անգամ հենց նույն Ռուբինյանի ասելով է, այս ամբողջ մինչև 2030 թիվը հետաձգվեց։ Մյուս անգամ այդ սահմանի բացումը Հայաստանին ոչինչ չի տալու, եւ այլ ոչ կա այդ բանը։ Կապիտուլյացիա։ Հայաստանի կապիտուլյացիա, այսինքն Հայաստանը բավարարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Դա հարաբերությունների բարելավում չի։ Պարզապես ասում է, եթե ձեզ բռնաբարում են, փորձեք հաճույք ստանալ։ Դա իշխանության ուղերձ տա սեփական ժողովրդին։ Հիմա ձեր հարցի առաջի մասը։ Այո, այս իշխանությունները չեն գնալու դրան։ Դրա համար էլ իրենք չեն լինելու։ Ինչ որ ես բազմաթիվ անգամներ եմ ասել, երբ որ կգա ժամանակը, որ Հայաստանում պետքա լինի ազգայնական իշխանություն, այդ ժամանակ էլ կգա։ Հիմա այս քայլը դրան մոտեցնող կարևորագույն քայլերից մեկն է։ Մյուս կարևոր քայլերի մենք խոսենք, դա Իրանում իշխանափոխության հարցն է։ Իրանում իշխանափոխության հարցը դա ճակատագրական է Հայաստանի համար, որովհետև Իրանը դադարում է դրանով լինել թշնամի արևմուտքին, թշնամի Իսրայելին, հետևաբար մաս է կազմում այդ ամբողջական հակաթուրքական, իսա նոր բան չի, այս հակաթուրքական ճակատի ձևավորումը։ Ես ժամանակին դիսերտացիա եմ գրել ակկոլունների ու կայակոլունների ժամանակ, այսինքն 14-15-րդ դարերում հետո սեփ առաջացան հակաօսմանյան միասնական ճակատի ձևավորման մասին եւ Իրանը այդտեղ կարևորագույն գործոններից է եղել։ Իրանը միշտ այդպես է։ Ի վերջո շիա-սունի հակասությունը դրա դրսևորումն է։ Ի վերջո 1502 թվականին, երբ որ Շահ Իսմայիլը ճանաչեց շիիզմը որպես պետական կրոն, դա էլ ի վերջո թուրքական դրսևորում է, որովհետև Թուրքիան էր արդեն առաջատար երկիրը դարձել սունիզմի, իսկ 1517-ից էլ նաև դառավ խալիֆը, այսինքն երբ որ գրավեցին այդ ժամանակ մամլուկների Եգիպտոսը, փոխանցվեց Տիտղոսը դրա։ Հետևաբար այստեղ շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական գործընթացներ են գնում, քան ոնց որ ասած շատերը տեսնում են։ Ասել, որ գիտեք, մենք կարող ենք ազդել այս ամբողջի վրա, մի քիչ մետամտածություն է, որ ասում օրինակ շատերը ասում են, մենք պիտի չեզոք մնանք, ո՞նց է չեզոք մնալու։ Այստեղ հետևյալն է դրած, ձևավորումա երկու դաշինք, կամ Թուրքիայի դեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ո՞ր դաշինքի մեջ է, պարոն Պապյան, մենք գիտենք։ Թուրքիայի հետ դաշինքի մեջ է։ Իսկ Իսրայելը Թուրքիայի դեմ դաշինքի մեջ է։ Դրա համար էլ հենց այդ եմ ասում, այս քայլով Իսրայելը ցույց տվեց, որ իր համար Նիկոլ Փաշինյանը ընդունելի չի։ Հիմա սրանց հետո սպասեք արևմտյան մամուլում հսկայածավալ նյութեր Նիկոլ Փաշինյանի կողմից բռնատիրական կարգերի հաստատման մասին Հայաստանում։ Իսկ դա այնպես է, մենք տեսնում ենք, չէ՞, հիմա ինչա տեղի ունենում, այս վերջին քայլներ սահմանադրական դատարանին կաշառելու փորձն է, երբ որ իշխանությունը հենց այս քննման ժամանակ հարցադրում, որ աշխատավարձերը ձեր բարձրացնում եմ, այսինքն մեր հաշվին, արկատուների հաշվին կաշառք է տալիս սահմանադրական դատարանի անդամներին եւ այլն։ Եվ այլն։ Հիմա հարցը սրա մեջ է։ Դրա համար էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությանն է ապավինում Նիկոլ Փաշինյանը։ Նրանք Նիկոլ Փաշինյանը տեսնում իրենց հիմնական դաշտը։ Հիմա ես ասում եմ, հայ ժողովուրդ, դու որոշի, կամ Թուրքիայի հետ ես, կամ Իսրայելի, չկա երրորդը։ Թող իր ինքնախապեյությամբ չզբաղվեն։ Նույն Իսրայել ասածով ես նկատեմ նրա թիկունքին կանգնած արևմուտք, հատկապես Միացյալ Նահանգները։ Ես դա եմ ուզում ճշտել, պարոն Պապյան։ Այո, լավ։ Այո։ Լավ, ասեք։ Ուզում եմ ասեմ, մենք էլի ազգաջորդական բևերը էլի ճիշտ դուրս եկավ, երբ որ շարան կուսակցությունները կամ խոսում էին Եվրոպա, եթե արևմտամետ էին, կամ խոսում են Ռուսաստան, եթե ռուսամետ են եւ այլն, այդտեղից ածանցվող, այսպես Իրան, Չինաստան եւ այլն, մենք միակն ենք, որ ասում ենք Ամերիկան է հիմնական խաղացողը եւ նա է որոշել։ Այ հիմա մենք գալիս ենք դրան, մենք էլի ճիշտ դուրս եկանք։
որովհետև Ամերիկան գործում է միջին արևելքում Իսրայելի միջոցով։ Այսինքն, կրկնում եմ, եւ թե առաջ երկություն կար Թուրքիա թե Իսրայել, հիմա ոչ վերջնականորեն, դեռևս այդ գործընթացը գնում է, բայց հիմա հիմնական հակվածությունը Միացյալ Նահանգների դեպի Իսրայելն է։ Եվ Իրանում իշխանապողությունը կբերի նրան, որ վերջնականապես այդ ընտրությունը կկատարվի։ Այո։ Պարոն Պապյան, տեսեք, այն որ ձեր ասածը տեղի է ունենում, դա պարզ է, որ ասում էիք, որ շուտով կսկսվի Իսրայել-Թուրքիա մեծ բախում եւ այլն, դեռ ես հիշում եմ անցած տարի էլ դուք պարոն Չուքազյանը, պարոն Սեֆիլյանը պարբերաբար խոսում էիք այդ մասին, բայց կանխատեսումները նաեւ այսպիսին էին, պարոն Պապյան, որ Իրանի փոփոխություններից հետո պետք է դա տեղի ունենար։ Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ, ես այդպես եմ հիշում։ Բայց ինչու հանկարծ Իսրայելը առաջ ընկավ, ԱՄՆ-ն որքանով է այս հարցում աջակցում Իսրայելին, հաշվի առնելով, որ իր թիվ 1 դաշնակիցն է ԱՄՆ-ն Իսրայելի, եւ պարոն Պապյան, այդ դեպքում ինչու տեղի ունեցավ Հայաստանում այս իշխանազավթումից հետո։ Դա կարող էր օրինակ, չէ, լինել ընտրություններից առաջ։ Ինչու հիմա տեղի ունեցավ, չէ, որ ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով աջակցեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա եթե Իսրայելը միայնակ չի գործում, ԱՄՆ-ի աջակցությունն է վայելում այս հարցում, ապա ինչպես էր, որ ընտրություններից առաջ Թրամփը, փոխնախագահ Վենսը եւ այլն ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ն իր աջակցությունը ցուցաբերեց Հայաստանի այսպես կոչված իշխանություններին, բայց հետո իշխանազավթումից հետո մեկ էլ այս հարցը այսպես ասած Նիկոլ Փաշինյանին փաստի առաջ կանգնեցրին այս հարցով։ Սկսեմ այն պահից, որ այո, մենք Իրանի մասին խոսել ենք, մենք չէ, մենք ասում ենք, որ Իրանում իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի կունենա իշխանափոխությունը։ Այսինքն, որովհետև Հայաստանը կկարևորվի, որովհետև մասա կազմելու Իրան-Հայաստան-Վրաստան այդ միջանցքին։ Եվ հիմա իշխանափոխությունը չկա։ Ցեղասպանության ճանաչումը քայլ է այդ ուղղությամբ, բայց ավելի շատ քայլ է, ասես ուղերձ է հայ ժողովրդին եւ ուղերձ է նաեւ մյուս խաղացողներին, որ ես սկսում եմ այս ամբողջ, այսինքն ես սկսում եմ նաեւ Հայաստանին ներգրավելու գործընթացը։ Ես բառացիորեն երեք մի կարևոր գրություն եմ ստացել Կիպրոսի մի կարևոր անձից, ես Կիպրոս բավականին լավ կապեր ունեմ, այսինքն մի 30 տարի եւ այլն, մարդու հետ, որի հետ վերջի մի քանի տարին այսինքն կապ չունեի, եւ ինքը, այսպես ասած, պարզ տոնով գրեց, որ կարեւ ուզում եմ զանգեմ խոսանք, թեմաներ կա, որը վերաբերում է եւ նշել էր մի քանի հարցեր։ Հիմա չեմ ուզում մանրամասներին։ Սա ես դիտարկում եմ այդ ընդհանուր գործընթացի, այսինքն այդ դաշինքի, այդ ալյանսի ձևավորման մեկ քայլ։ Հիմա ինչու ընտրություններից հետո ոչ առաջ։ Շատ բարձ պատճառով, որովհետև նաև ինքը ներքին իրանք պիտի համոզում ունենան եւ ցույց տան, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում ժողովրդավար։ Այն որ կանան ասեն խոսան շնորհան դա ուրիշ է։ Գիտեք, դիվանագիտությունը շատերը չեն հասկանում, որ դիվանագիտությունը այն ինչ որ առերից է, բնավ չի նշանակում, որ տակից էլ այդ նույնն է։ Ես եղել եմ դրա մեջ եւ գիտեմ թե ինչ հակասություններ ա եղել, ինչ տարբերություն կան, ինչ որ ասում ես, խոսում ես ժողովրդի համար եւ գրում ես եւ այն ինչ որ տեղի ունենում իրականության մեջ։ Հիմա սա, այսինքն այն խմբերը, որոնք կողմ էին, որ տեսնենք ինչ է լինում Հայաստանում եւ այդ իրենք համոզվեցին, որ ոչ մի լավ բան չի լինում։ Առավելևս այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա։ Այստեղ արևելտանքը ներկայացված էր կամ Ռուսաստան կամ Արևմուտք Թուրքիայի տեսքով։ Հիմա Իսրայելը քայլ է անում ցույց տալու, որ այդ Արևմուտքը կարա լինի ոչ թե Թուրքիայի տեսքով, այլ իմ տեսքով։ Այս է կարևոր հարցը։ Այսինքն հիմա հարցը դա է, որ Իսրայելը դառնում է խաղացող տարածաշրջան։ Էլ մյուս անդրադառնա, որ շատերը այսպես այդ հատկապես վերաբերում է ռուսական ազդեցության տակ գտնվող ռուսահայերին շատերին եւ արաբական ազդեցության տակ գտնվող մեր շատ սփյուռքահայերի, որոնք այսպես հրեշացնում են։ Առաջինը Իհբար թողեք իրանց խնդիրները իրանց, այդ արաբա, իսրայելական, մյուս ինչպես իրանք թողել են մեր ցավել, մեր դարդերը միայնակ մեզ։ Նրանցից ոչ մեկը, երբ որ Արցախում հայերին կոտորում էին ու բռնագաղթ էին ենթարկում, պաղեստինցիները ոչ միայն կես բերան բան չասեցին, դատապարտող արաբները, ընդհակառակը, ասում եմ հիշեցնել ովքեր էին
այն վարձկանները, որոնք Ղարաբաղում կռվում հայերի դեմ, դրանք սիրիացիներն էին։ Սիրիացիներն էին, չէ՞։ Դրանք նույն իսլամական աշխարհի ներկայացուցիչներն են եւ դրա առաջին ողջունողներից մեկը եւ այլն։ Նույն Լիբանանն ու Սիրիան ուզում եմ հիշեցնել ձեզ եւ դրա մասին առանձին հաղորդում ունեմ, որ անցյալ տարի հունիսի 22-ին, երբ որ Ստամբուլում կայացավ Իսլամական համագործակցության երկրների վեհաժողովը եւ ընդունեց վերջնական ամփոփիչ փաստաթու 26-րդ հոդվածով դատապարտեցին Հայաստանին իսլամական մշակույթը ոչնչացնելու եւ յուրացնելու մեջ, կոչ արեցին Հայաստանում մեղագալ դրա համար եւ ամենակարևորը 100,000-ավոր ադրբեջանցիների ընդունել Հայաստանի ներսը եւ այլն։ Հիմա այդ երկրներ դրա տակ Իսրայելի ստորագրությունը չէ, դրա տակ Սիրիայի ստորագրությունն է, դրա տակ Լիբանանի ստորագրությունն է, Իրանի ստորագրությունն է, բոլոր այդ կես մեր քաղաքական դաշտ շատ հետաքրքիր է։ Դատողությունները անում են ոչ թե փաստերի վրա, ամբողջական փաստերի, այլ սեփական ցանկություններով ընտրում են իրողություններ որոշ, որոնք իրողություն են, չեմ ասում սուտա, իրողություններ եւ այդ իրողությունները միայն դրանց վրա գալիս են եզրակացությունների։ Իսկ իմ տեսակետը հետեւյալն է. գնում է մեծ գործընթացներ, որոնք մեզանից կախված չեն, բայց մեր ընտրությունը այդտեղ պիտի լինի գիտակցված, մենք ինչ ենք ուզում անենք։ Մի անգամ տուժել ենք այս Արցախի հարցում մեր քաղաքականության պատճառով, եկեք երկրորդ անգամ չտուժենք, որովհետև առավել եւս հաստատ պրոթուրքական լինելը ավելի լավ չի, քան հակաթուրքականը։ Պարոն Պապյան, հիմա այս Իսրայելի կողմից այս ճանաչումը ինչպես պետք է Հայաստանը օգտագործեր, թե բնական է սրանք չեն օգտագործելու, նշելու են, որ անվտանգային որոշ նկատառումներից ելնելով չէ, որովհետև իրենք ասում են չխոսենք պատմական Հայաստանի մասին, որովհետև Արարատի մասին, սրա մասին, որովհետև Թուրքիան դա ռևանշիստական նկրտում կհամարի, չի գնա հարաբերությունների կարգավորման, թեպետ դուք նշեցիք, որ այսպես թե այնպես չկա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, բայց սրանք անպայման, եթե խոսեն էլ, ճիշտ է չեն խոսում այս թեմայով, այս հարցը հաստատ չեն օգտագործելու իշա Հայաստանի ինչ-որ դրական առումով, բայց հակառակը ասելու են, քանի որ կան անվտանգային հարցեր եւ այլն, բայց ինչպես կարելի է սա օգտագործել իշա Հայաստանի, պարոն Պապյան։ Ավելի սերտ հարաբերություններ հաստատելով, զարգացնելով տարբեր ձևերի ու մակարդակների վրա, Իսրայելի, Կիպրոսի, Հունաստանի, քրդերի, զազաների եւ այլոց հետ։ Եվ ես էլի շատ չեմ բացի, ազգային ժողովրդական բևերը արդեն սկսել այդ գործընթացը։ Արդեն մենք սկսել ենք, արդեն դեռ 2015-ից արդեն մինչև դեռ այս ամբողջը մենք գիտենք, որ սա լինելու է, մենք արդեն սկսել ենք այս գործընթացը եւ մենք արդեն ունենք պայմանավորվածություններ մի շարք քայլերի։ Դրա մասին չեմ ասում, ինչպես շատ բաների մասին չենք ասում, դեռ կամ ընդհանրապես չենք ասում, որտեղ ցավոք սրտի այնքան, ոնց որ ասած, մի ուզող ունենք, 10 չուզող ունենք մեր իշխանության գլխավորության, որի թիկունքին Ալիևն ու Էրդողանն են եւ Պուտինն, այդ երեք Երագլուխ հրեշ իրանց եթե տերմին օգտագործենք, այդ Հայաստանի կործանման երագլուխ հրեշը դեմա։ Դրա բան մենք սկսել ենք, ու մենք չենք նայում։ Մենքի տարբերություն շատ կուսակցությունների, մենք երբևէ չենք պայքարել խորհրդարանում, միայն խորհրդարանում տեղ ունենալու համար, դա ասենք միջանկյալ քայլ է, կլինի, չլինի, ոնց որ ասած դրանով չի։ Մենք պայքարում ենք մեր երկրի անվտանգության, հաջողության, չգիտեմ, բարեկեցության համար եւ դա անում ենք։ Եվ դա արել ենք, ես ասում եմ, հիմա մենք արդեն այդ գործընթացի մեջ ենք գնում եւ կարծում եմ մի քանի ամսից դրա արդյունքները արդեն նկատելի կլինեն։ Հիմա այստեղ հարցը հետեւյալն է. մի քիչ իրավիճակային բարելավում կա, որովհետեւ այն հարցում, այսինքն Հայաստանը լինի իսկապես ինքնուրույն, անկախ, հզոր, ռազմականապես, տնտեսապես եւ այլն, մենք ձեռք ենք բերում դաշնակիցներ։ Եթե դաշնակիցը մի քիչ թույլ բառ է այսօր դեռևս, մենք ձեռք ենք բերում ուժեր, որոնք շահագրգռված են։ Ես էլ եմ ասել, որ կան պետություններ, որոնք չեն ուզում Հայաստանը թույլ լինի, իրենց շահերից ելնելով։ Հիմա տեսեք, Իսրայելը շահագրգռված է, չէ՞ որ Թուրքիան ուժեղ չլինի, որտեղ Թուրքիան հստակ հակաիսրայելական գիծ է տանում։ Բնականաբար պիտի հակակշիռներ ստեղծի։ Ես չեմ ասում ամենամեծ եւ լուրջ հակակշիռը Հայաստանն է։ Կներեք, բայց դրանցից մեկն է։ Հետեւաբար նաեւ այդ ուղղությամբ աշխատանք տալու սկզբից դրսում, Միացյալ Նահանգներում, այլ երկրներում, հետո էլ նաեւ Հայաստանում։
Իսկ հայ ժողովրդի անելիքը որն է, պարոն Պապյան, ես ուզում եմ սա հասկանանք, տեսեք, անկախ նրանից, ինչ քաղաքականություն կորդեգրեն այս թրքահպատակները այս հարցում, արդյոք Իսրայելի քաղաքականությունը առաջիկայում կամ վերաբերմունքը կախված կլինի այս իշխանությունների դիրքորոշումից, թե ոչ, որովհետև սա այն իշխանությունն է, որը անգամ 1.5 միլիոն զոհերի թիվն է կասկածի տակ դնում, չէ, ասում է դեռ պետք է ստուգենք, արդյոք անուն ազգանուններով նման մարդիկ եղել են, չեն եղել, արդյոք թիվը իսկապես այդքան է, եւ ի վերջո առաջնահերթություն չէ հայոց ցեղասպանության ճանաչումը, եւ այս մասին բազմաթիվ անգամ է նշել Նիկոլ Փաշինյանը եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք ուղղակի վախենում են, իրենց համար սա իրենց իշխանության, այսպես ասած, թելից կախված վիճակն է, եթե այդ մասին խոսեն, մեկ էլ կարող է այդ թելը կտրվի միանգամից, որտեւ իրենց հովանավորները Բաքուն, իրենց իշխանության հովանավորը Բաքուն, Անկարան եւ Մոսկվան է, ինչպես դուք նշեցիք։ Այո, երրագլուխ հրեշն է, ես ուզում եմ հիշեցնել Ալիևի խոսքերը հենց կապված հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Իսրայելի, բացի այդ, որ ինքը ասեց, որ պատմական փաստերի խեղան եւ այլն են, որ Օջալուի ցեղասպանությունը չեն ճանաչում են կեղծ հայոց ցեղ։ Տեսեք, ինքը անգամ այդ ժամանակ առաջ տարավ կեղծ Օջալուի ցեղասպանությունը։ Նայեք, ցեղասպանությունը հստակ է կոնվենցիան, պիտի լինի նախապես ծրագրավորված, մտադրված պետական քաղաքականություն, ինչ որ մի կոտորելու մարդկային խմբի, ինչ էթնիկ, ասենք, ցուցափոյանիշների պատճառով։ Խոջալում նման բան չի եղել, եթե անգամ ընդունենք, որ այդպես չի, մենք գիտենք, որ հայերը չեն նրանց սպանել, բայց եթե ընդունենք այդ 700 հոգին, որ այդտեղ սպանվել են հայերի ձեռքով, դա կոչվում է քալաթրել դեմիջ, այսինքն պատերազմի ածանցյալ զոհեր են նրա, խաղաղ բնակչության զոհեր են, դա կարող է դիտարկվի պատերազմական հանցագործ կոնկրետ, եթե մեղավոր կար, իսկ մեղավոր է այդտեղ ազգային ճակատի եւ մյուս խմբերի Ադրբեջան ներքին գզվռտոցն է, բայց դա ցեղասպանություն չի։ Բայց տեսեք, Ալիևը ամենաբարձր մակարդակով մերժում ու ժխտում է։ Բնականաբար Նիկոլետի ժխտի ու մերժի։ Իրենք նորից եմ կրկնում, ամբողջ իշխանությունը իրենց խարսխված է Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցության վրա։ Հիմա չեմ ուզում այդպիսի երկիր, հասկանում եք։ Շատերն ասում են, այ դուք բա սենց է Հայաստանը կներքաշվի նորից պատերազմի։ Այսինքն, եթե Ադրբեջան ուզում է հարձակվի Հայաստանի վրա, ինքը պիտի նայի Իսրայելի ճանաչումին կամ չճանաչումին, Ադրբեջանն հարձակվել է, ինչ ուզում է գրավում է, ինչ ուզում է տալիս է։ Հենց կգա այն պահը, որ չեք կարողանա տալ այլևս, ի վիճակի չէ, այդ ժամանակ էլ պատերազմը կսկսի։ Եվ վստահեցնում եմ ձեզ, պատրվակ գտնելը խնդիր չի բնավ։ Միակ, էլի կրկնենք, բազմիցս կրկնանք, միակ հիմքը խաղաղության դա ռազմաքաղաքական հավասարակշռության վերահաստատումն է։ Իսրայելի ճանաչումը ցեղասպանության հնարավորություն է տալիս, կրկնում եմ, հնարավորություն, այ գալիս ենք այդ ձեր արծին, իշխանով կօգտվենք դա վերականգնելու այդ հավասարակշռությունը։ Մենք ասում ենք Իսրայելը պատերազմի ժամանակ 44 օրյա ժամանակ օգնեց Ադրբեջանին։ Ամբողջ մեղքի Իսրայելի վրա վարդելով այդպես չօգնել է, դա փաստ է, 27% զենքը տնքնա տվել, 62% թե վաճառել է, պարոն Պապյան, վաճառել է, չէ՞, ինչպես Ռուսաստանն է վաճառել։ Եվ դրանից առաջ հայերին է առաջարկել, չեն առել եւ այլն։ Բայց անգամ դրանով հանդերձ, եթե մենք ընդունում ենք, որ Ադրբեջանի հզորությունը խարսխված է իսրայելական աջակցության վրա, ինչի չաջակցեն իրենց աջակցության վրա չխարսխենք մեր ռազմական հզորությունը կամ մեր դիվանագիտական հնարավորությունները, իսկ դիվանագիտան ոչ միայն պետական, այլ նաև հանրային դիվանագիտության։ Մենք գիտենք, չէ՞, հրեական ազդեցիկ լոբիի դերը Միացյալ Նահանգներում տարբեր երկրներ։ Հիմա մենք հարց էսպես տան։ Մենք ինչ ենք ուզում։ Ուզում ենք Իսրայելը որպես Հայաստանի թշնամի, թե բարեկամ։ Ուզում ենք հրեական հզոր լոբին Հայաստանի թշնամի, թե բարեկամ։ Տրամաբանական հարց, անկախ ամեն ինչից, անկախ Ղարաբաղում ինչ արել, անկախ ցեղասպանությունից, սա էլ եմ ասում, կեղծ պատումներ են, որտեղ ուրիշ բան է իրականությունը։ Բա անգամ ընդունենք, որ այդպես է։ Հիմա ուզում ենք նորից մենք գնանք այդ բախումների եւ դուշ, Մեզ մեկնա ձեռք կա, սանով ձեռք է մեկնել մեզ եւ հասարակությունը պետք է ձեռքը մեկնա ձեռքը սեղմի։
Որովհետև Բայց դա այս իշխանություններով ինչպես սեղմի, պարոն Պապյան, անկախ նրանից հասարակությունը, մեր ժողովուրդը ինչ է ուզում, ինչ չի ուզում, հայ ժողովրդի համար հայոց ցեղասպանություն, Արցախ, հայկական հարց, դա մեծամասնության համար առաջնահերթություն է, բայց գոյություն ունի Հայաստանի իշխանություն, որը թրքահպատակ քաղաքականություն է վարում։ Հիմա ինչքան ուզում է այդ հնարավորությունը տա Իսրայելը, ԱՄՆ-ն, դա ինչպես պետք է մենք գետնի վրա գործնական քայլերի վերածենք, ինչպես օգտագործենք, ինչպես նյութականացնենք։ Ես ասեցի, մենք արդեն սկսել ենք կանենք, բայց հիմա այս ուրիշ եմ ուզում անդրադառնամ դրան։ Գիտեք, ես այս 2 օրը շատ ժամանակ եմ ծախսում, կարդում եմ եւ իսրայելական մամուլ եւ նաեւ սոցցանցեր եմ հայերի գրածնել։ Ես չեմ կարծում, նրանք ովքեր որ դեմ են գրում այս ճանաչմանը, հակահրեական, հակաիսրայելական ինչ որ բաներ են գրում, Նիկոլ Փաշինյանը եկել է ատրճանակա պահել իրանց գրքին եւ ասում է նման բան չէ։ Եվ իրենք գրում են, որտեղ իրենց ուղեղի մեջ դա արդեն ներդրված է։ Թող չգրեն, իմ ասածն է սա։ Խառնվեք մի բանի, որի գոնե չեք հասկանում, որովհետև գոյություն ունի այսպես կոչված մոնիտորինգ հասկացություն, հիմա լավ բառ կա, մշտադիտարկում։ Այդ ամբողջը կատարում է նաև սոցցանցերը։ Երբ որ Իսրայելում գրում են, որ Հայաստանում հակահրեական տրամադրությունները, իրանք ելնում են ոչ միայն կառավարության այդ դիրքերից, որը կա, այլ նաև սոցցանցերում այդ գրած զանազան ապուշ մտքերից։ Հասկանում եք, ես հասկանում եմ, որ մարդը, որ հնարավորություն չունի շատ տեղեկություններ ստանալու եւ շատ բանի մասին ճիշտ մոտեցում ցուցաբերելու, գալիս է դրան, բայց մի քիչ պետք է համեստություն ունենալ եւ չվտանգել սեփական հայրենիքի եւ երկրի ճակատագիրը։ Ես ամփոփելով ասեմ, կրկնում եմ ինչ որ ասա ամենասկզբում, սա պարզապես ճանաչում չէ, սա նոր հանգրվան է, նոր իրողությունների վերաբերյալ միջին արևելքում։ Ինչքանով մենք կկարողանանք սրանից օգտվել, կախված է շատ հանգամանքներից։ Թվում է շատ լավ կլինի, որ այս իշխանությունը չլներ Հայաստան։ Որտեղ այս իշխանությունը բացահայտ պրո-թուրքական, պրո-ադրբեջանական է, իսկ դրանց թիկունքն էլ դեռ Ռուսաստանն է կանգնած։ Երեքով իրանց հետ համագործակցում մի քանի որ մեր երկուսը գրել էին, Պապյանն ասում էր, որ պրո-ռուսական է, հիմա ինչ ասում պրո, այդ մարդիկ չեն կարող հասկանալ, որ ռուսներն ու թուրքերը, իսկ թուրքերը ասած այդ Ադրբեջան-Թուրքիան իրար հետ է։ Միասնաբան են գործում այդ երեք երկրները, որտեղ Ռուսաստանը պարզասել է, այդպես էլ շարունակում է, որ եթե ես չեմ կարող պայել հարավային Կովկասը, ինքը փորձում է պայել, բայց չի կարող պայել, ինքը հասկանում է, չէ՞։ Ավելի լավ է այս հարավային Կովկասը, էլի մենք ասացինք տարիների վեր ենք ասել։ Զիջեմ Թուրքիայի, կուտքին, որտեղ Թուրքիան ի վերջո ռուսների հետ միշտ էլ ինչ որ մի բան զիջելով լեզու են գտել կամ հույս ունի, որ դրանով ինքը կարողանա նաև նրանց բարեհաճությունը շահել։ Իսկ Ռուսաստանում կա շատ ուժեղ հակաարևմտականություն։ Այնպես որ սա նաև հնարավորություն է տալիս Հայաստանի աշխարհական ընտրությունը ընդլայնվում է, այսինքն արևմուտք հանդես գա ոչ թե Թուրքիայի տեսքով, այլ Իսրայելի տեսքով։ Պարոն Պապյան, դուք նշեցիք, որ մեծ բախումների հավանականություն եք տեսնում Թուրքիա-Իսրայել։ Դա ինչպես կարտահայտվի եւ մոտավորապես ձեր կանխատեսմամբ երբ դա կարող է տեղի ունենալ, կամ արդյոք արդեն սկսվել է։ Դե գիտենք, որ թուրքական մամուլում ինչ հրապարակումներ եղան, չէ, այս ճանաչումից հետո։ Սկսել է եւ ճանաչումը սրա ուղղակի դրսևորումն է տարիների վեր, եթե հիշում եք տարիների առաջ այդ Մարմարա այդ երկրագույն ծով այդ բանկար որ փորձեցին իբր թուրքերը հումանիտար բաներից դրդված զգացումներից տաներ գազային օգնություն։ Դու գիտեք որ Գազայի ժողովուրդը անվճար Իսրայելից ստանում է էլեկտրականություն եւ ջուր։ Այդ միլիոնից ավել ժողովուրդ, 2 միլիոնից ավել ժողովուրդ անվճար ստանում է Իսրայելցի, մենք մեր ժողովը իշխանությունից չենք ստանում անվճար ջուր ու էլեկտրիկ ստանում են։ Եվ այլ, հիմա սա վաղուց է։ Եվ սա գալիս ավելի շատ Թուրքիայի դիրքորոշումից, ոչ թե Իսրայելն է հակաթուրքական, այլ Թուրքիան է հակաիսրայելական։ Ինչու՞, էլի սրա մասին խոսել եմ։ Որովհետև 90-ականներին, երբ որ արդեն մահացավ կոմունիզմը, մարքսիզմը որպես գաղափարախոսություն, իսկ քեմալիզմը դրա թուրքական դրսևորումն էր, Թուրքիայում սկսեցին գլուխ բարձրացնել ավելի աջ ծայրահեղական կրոնական ուժերը եւ ի վերջո
ով է Էրդողանը, իսլամական եղբայրներ եւ այլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչը, ինքը հենց դրա պատճառով էլ բան տանստի, այսինքն ազգայնական, կրոնական եւ այլն։ Եվ իր էլեկտորատը հիմնական էլ այդ գյուղերում դա է։ Հիմա Թուրքիան ՍՍՄ անկումից հետո ահագին ուժեղացավ։ Եվ գիտեք ինչ ալնում, երբ որ ասում է սկսում ես ավելի ինքնավստահներ, ախորժակը բացվում է։ Եվ Թուրքիան ասեց հավակնություններ ցուցաբերել պանթյուրքիզմի, պանթուրանիզմի, պանիսլամիզմի, հիշեք Դավութ Օղլուի գիրքը ընդհանրապես դրա մասին այդ հարևանների եւ այլն։ Եվ սկսեցին հնչել տարբեր պաշտոնական, ոչ պաշտոնական ձայներ վերականգնելու Օսմանյան կայսրությունը, այդ թվում դե հյուսիսային հենց այդ Սիրիա եւ այլն։ Եվ ամենակարևորը Երուսաղեմի հարցը մեջտեղ եկավ եւ այսօր անընդհատ հենց ճանաչումից հետո էլի Թուրքիայում ձայներ հնչեց որ մենք կազատագրենք Երուսաղեմը ինչու որտեւ եթե դու ուզում ես լինել իսլամական աշխարհի առաջնորդ երկիր իսկ Թուրքիան ուզում այդ հավակնությունը ունի ուրեմն դու առաջին հերթին պիտի բարձրացնես Երուսաղեմի Ղուդսի ազատագրման գաղափարը այն ինչ որ փորձում էր անել Իրանը բայց Իրանը որպես շիա երկիր չի կարող լինի իսլամական աշխարհի առաջնորդ։ Իսկ Թուրքիան ասում է ես ուզում եմ վերականգնեմ այն իմ կարգավիճակը, ինչ 1517-ից մինչև 1917 թվական ունեցել եմ, նա ոչ միայն դե ֆակտո, այլ դե յուրե իսլամական աշխարհի առաջնորդը։ Դրա համար էլ հիմա ինքը դրան է գնում։ Բնականաբար հрьяաների տարբերություն մեզ նստած չեն սպասում, որ թշնամին ուժ հավաքի մի օր հարձակվի իրանց կոտորի։ Իրանք տեսնում են, որ տեսեք, Իրաքում, երբ որ Իրաքը մոտ էր Սադամ Հուսեյնի ժամանակ ատոմականի կառուցման ավարտի, գնացին ռմբակոծեցին, ոչինչ ասեցին, որտեղ ասին Իրաքը չպետք է ունեն ատոմային կայան, որտեղ դա կարող լինի մեր դեմ։ Նույնը եղավ Իրանում։ Չեն թողում, որ իրանք ատոմային ծրագիրը ավարտի ասեն։ Ինչու՞։ Որտեղ սովորական զենքով իրանք գիտեն, որ կհաղթեն, ատոմային զենքը ամենից վտանգավորն է։ Դրա համար կանխում են։ Հիմա Թուրքիայինից է հնչում Իսրայելը ոչնչացնելու միտքը, բնականաբար ամեն ինչ պիտի անա, ինչպես ասում էր մի ոստիկանապետ կունե, խեղդելու օրորոցում այդ գաղափարը։ Հիմա մեր տարածաշրջանում դա ինչպես կարտահայտվի, պարոն Պապյան, եթե հաշվի առնենք Իսրայել, Ադրբեջան հարաբերությունները, այնուամենայնիվ ջերմ հարաբերություններ կային։ Հիմա նոր թշնամի հանձինս Ադրբեջանի ձեռք կբերի, թե ոչ Իսրայելը։ Որպես թշնամի իհարկե չէ, բայց այն որ բավականին կխաթարվեն հարաբերությունները, դա արդեն նկատելի է։ Փոխադարձաբար արդեն ամենաբարձր մակարդակով մեղադրանքներ եւ այլն։ Ինչու է սա։ Շատ բարձ պատճառով կարծում եմ Իսրայելը արդեն համոզված է, որ Իրանում իշխանափոխությունը ինչքան էլ որ երբ որ վերլուծաբանները եմ լսում գրում են Իրանը ախտեց, Իրանը ջարդեց, փշեց, Իրանը պարտված ջախջախված երկիր է։ Եվ Իսրայելը գիտի, որ շատ մոտ է իշխանափոխությունը Իրանում։ Հետևաբար Ադրբեջանը որպես դաշնակից Իրան այլևս պետք չի։ Ադրբեջանը որպես դաշնակից պետք է մի երկու բանի համար։ Դաշնակից Ադրբեջանի դեմ եւ նավթի աղբյուր։ Հիմա եթե Իրանը դառնում է դաշնակից Իսրայելին, այլևս Ադրբեջանը որպես ֆորպոստ կարևորությունը կորցնում է, իսկ Իրանից էլ կարելի է միշտ առնել շատ ավելի էժան եւ այլ նավթ։ Ցավոք սրտի Իրանի ժողովրդի համար եւ այսել նաեւ թողականջին օղանեն մեր այսպես կոչված վերլուծաբանները եւ ցավոք սրտի Հայաստանի համար Իրանում իշխանափոխությունը ձգձգվում է։ Բայց ես արտահայտվել եմ, ասել եմ եւ մենք հիմա տեսնում ենք, չես այդ նախաստորագրված իբր պետք է բանկ նախաստորագրեին եւ այլն բան, ուրա հենց այսօր ռմբակոծում են Իրանը հարձակվեց Սինգապուրի նավի վրա, ամերիկան ջախջախիչ հարվածները հարցնում Իրանում էլ ոչինչ չի թողել, ոչինչ ասում, ու դրա մասին չեն գրում, չեն խոսում, բանա, չէ, ինչ չկա մամուլում, չկա իրականության մեջ, բայց այդ պատերազմը շարունակվում է, ուղղակի մի քիչ ֆուտբոլ է բանա գնում, ասում են շատ աղմուկ չանեն, ժողովուրդը թող մի քիչ ծրվի, հետո տեսնենք։ Իմ կարծիքով մինչև երկու հարց կա։ Մեկը հոկտեմբերը Իսրայելի ընտրություններն է, մյուսը նոյեմբեր Միացյալ Նահանգների ընտրություններ, այդ մինչև այդ ժամանակահատվածը Իրանում մենք փոփոխություններ կտեսնենք։ Եվ Իրան-Իսրայել հարաբերություններն կկարգավորվի։ Անպայման, այս ամբողջ պատերազմի իմաստը դա է, որտեղ մյուս հարցը Իրանին զրկել ատոմային զենքից արդեն լուծված է։
Առնվազն 10 տարի համար լուծված է, այսինքն դա ռմբակոծված, ոչնչացված է եւ այլն։ Այսինքն Ամերիկան լուծել է այդ խնդիրները, այս հակասությունները առերես, որ հիմա Թրամփի եւ Նաթանյահուի միջեւ ինչի շուրջ է։ Թրամփն ասում է մենք մեր խնդիրները լուծել ենք։ Իրանին զրկել ենք, SSS բաներ լուծել ենք։ Նաթանյահին ասում է հասկացանք, դուք ձեր խնդիրները լուծել եք, բայց մեր խնդիրները կա։ Այն ասում է ձեր խնդիրները մի քիչ մեծ է։ Մենք չենք ուզում խառնել, նրանք էլ հասկացում են, եթե դու չխառնվես այդ գործին, ապա քո համար ո՞տ կլինի։ Դե դրա համար էլ ասում եմ, մինչև ընտրությունը ինչ որ բաներ պիտի լինեն։ Այո։ Պարոն Պապյան, եւ բախումների մասին, թե Թուրքիա-Իսրայել բախումները ինչպես պիտի լինի, լավ։ Իրար ռմբակոծելու են, ուր կարող է հասնել։ Ես կարծում եմ բախումները սկսելու են Սիրիայի տարածքում։ Եվ ըստ էության արդեն կա հարավային Սիրիայում կանգնած եւ հարավային Լիբանանում իսրայելական զորքերն են եւ դրուզների ներգրավման հատկապես Սիրիայում եւ ոնց որ ասած իր խնամակալությունը Իսրայելը տարածում է դրուզների եւ այլոց վրա եւ կարծում եմ նաեւ ալևիներն էլ ալևիտները բանի սիրիական սա պիտի ոնց որ ասած եւս ապավինեն Իսրայելին իսկ մյուս սունի ուժերը Թուրքիային բախումները այդտեղից են լինելու հետո բնականաբար հարցը իրավական դաշտում եւ քարոզչական դաշտում ներկայացվելու է որպես Թուրքիայի հարձակում Իրանի վրա կամ չգիտեմ Սիրիայի վրա այսօր գիտեք որ բանակցություններ են գնում Լիբանանի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջեւ եւ այստեղ ամերիկյան դիրքորոշումը շատ པարզ է Ռուբիոն ասեց որ խնդիրներ չկան Լիբանանի եւ Իսրայելի միջեւ խնդիրը Հեզբոլայի եւ Իսրայելի միջեւ է մի ուժ որը հարավային Լիբանանում դարձել է համարյա պետություն եւ եթե Լիբանանը ի վիճակի չի ազատագրվելու Հեզբոլայից կօգնենք ազատագրելու իսկ սա այդ ամբողջը գնում է վերաբաշխման վերադասավորման գործընթացը դա է լինելու հիմա բախումներ ասած մինչև ռազմական բախումը կա դիվանագիտական բախում չէ այ հիմա այս այդ բախումներից մեկը ինչ որ ճանաչումը բախում չի իհարկե բախում է եւ էսա էլ հերթական անգամ ցույց տվեց որ էլի հայերով ասում են իսկ դա մեզ ինչ է տալու շատ բան է տալու եթե մեզ շատ բան տալու չլներ չեն հուզվի ոչ Ադրբեջանը ոչ Թուրքիան ոչ էլ Նիկոլ Փաշինյանը որտեղ իրանք լավ են հասկանում որ սրա վրա այս երևույթի վրա իրանք վերահսկողություն չունեն ես բազմաթիվ անգամներ ասել եմ հայկական հարցը չի ստեղծվել հայերի կողմից եւ հայերը չեն տնօրինում այդ հարցը դա միջազգային հարց է եւ անկախ հայերի ցանկությունից եւ կամքից միգուցե հակառակ հայերի ցանկության եթե գա ժամանակը ապա այդ ուժերը նորից են օգտագործել այստեղ ուղղակի հարցը հետեւյալն է մենք անմաս ենք մնում սրան եւ կորցնում ենք ամեն ինչ որտեւ այդ հարցը լուծվելու է այսպես թե այնպես այսինքն շահելու են միայն քրդերը թե հայերն էլ են պատրաստ իրենց երկրի համար ինչ որ մի բան եւ մի բան էլ իրենք շահեն այսինքն դա մի տարբերակն է տարբերակ սիրուն էսպես հալվել մերվել գնալ թուրքական աշխարհի մեջ դառնալ վիլայետ ի վերջո մինչեւ 15-րդ դարի վերջը մինչև Աբդուլհամիդը Թուրքիայում Էրմենիստան անունով վիլայետ կար հայերն էլ մեծամասնություն էին կազմում ինչ ա եղել հիմա հայերը այստեղ փոքրամասնություն են կազմում հերթական Էրմենիստան վիլայեթը էլ եմ ասում մեր ընտրությունը դրանց միջև է անգամ Ռուսաստանը այսօր մեր ընտրությունը չի ասեմ ցես այսօր մեր ընտրությունը պարոն Պապյան լավ չի մենք տեսնում ենք վառելիքի համար հետ եմ ասում անգամ Ռուսաստանը չի չէ անգամ Ռուսաստանը չի սա էլ այդ այսպես ասած պրոռուսական ուժերին որ դուք ապավինում եք թույլ ճյուղի այդ ճյուղը կոտրվող է այդ ճյուղը ուզենային ոչ միայն չուզում այլև չի կարող Հայաստանի համար հա 19-րդ դարին Ռուսաստանը ուժեղ երկիր էր Երբ որ նայում ենք թվերին 2-3 անգամ ավելի շատ զորք ուներ բնակչություններ, քան Թուրքիան զարգացողեր էսերներ բաներ, հիմա չէ։ Մենք Ուկրաինային չի կարող դեմ դառնի Թուրքիայի դեմ։ Պապյան, եթե հնարավոր է կարճ մի փոքր էլ այդ թեմային եւ նաեւ վերջում էլ մի հարց կա, այս երկու հարցով ամփոփենք։ Առաջինը ռուս-ուկրաինականն է, հիմա ինչ իրավիճակ է Ռուսաստանում, որովհետեւ այս օրերին ես տեսնում եմ համացանցում, որ մեր շատ հայրենակիցներ վերադառնում են Մոսկվայից կամ Ռուսաստանի այլ շրջաններից
եւ մենք տեսանք ռուս-ուկրաինական պատերազմը կարծեք թե նոր փուլ է, հա, թևակողել եւ ճիշտ է Պուտինը ասում է այս իրավիճակը չի անդրադառնում առաջնագծի վրա, բայց մենք տեսնում ենք ինչ վիճակ է, վառելիքի խնդիր կա, տնտեսական խնդիրները գնալով խորանում են։ Եվ այստեղ Պուտինի համար ավելի վտանգավոր է ոչ թե առաջնագծի հարցը, որտեղ ժողովրդի մեծ մասը առաջնագծի, ասենք, տատանումը մի 100 կիլոմետր էսկոմենկոմ չի էլ նկատում։ Բայց ժողովուրդը նկատում է, որ բենզին չկա, նկատում է թանկացում։ Ես լսում էի նոր մի կնոջ, որը լաց էր լինում, ասում էր, մեր հեռախոսները չէր աշխատում Մոսկվայում եւ այդ կենտրոնական Ռուսաստան դիքչել արևել, որովհետեւ անընդհատ միացնում են այդ ճնշող միջոցները, ռեպ, այսպես կոչված, ռադիոէլեկտրոններ բան, որը խլացնում է բոլոր մի կապի։ Դա հեռախոսը։ Ասում է, մենք չենք կարող մեր երեխեքի հետ կապեն, գոնե ասում է, վերականգնեք նախկին գծային հեռախոսները, որ շտապօգնություն կանչենք։ Մերս ասում է, հիվանդել, ասած էսա Պուտինի համար եւ Պուտինյան Ռուսաստանի համար, սա ասում եմ հատուկ շեշտել, Պուտինյան Ռուսաստանն է մեր թշնամին։ Եթե Ռուսաստանում կլինի իշխանափոխություն, եթե կգան, չգիտեմ, այլ ուժեր, որոնց հետ մեր շահերը կհամընկնի, բնականաբար կարելի է նայել, թե ինչ պիտի անենք, ինչպես Իսրայելի պարագայում, երբ որ հակահայկական է, հակահայկական, երբ որ պրոհայկական, պիտի նայենք ըստ իրավիճակի։ Հիմա ռազմական առումով հաջողություն չունեն, ընդհակառակը գնալով բարթանում վիճակը մենք տեսնում ենք այդ զորահավաքնել, այլևս չեն կարող անգամ փողով իրականացնել, տնտեսական վիճակը վատանում է, նավթի գինը այսօրվա վիճակով 1 բարելը $72 է, որը բավականին ցածր է, մինչև 120 էր ասել, 105-106 նորմալ է եւ անկում է ապրում։ Հիմա եթե Իրանը Նաև ինչի Ռուսաստանը չի ուզում Իրանը արևմուտքի հետ լեզու գտնի, որովհետեւ արևմուտքի հետ լեզու գտավ, պատժամիջոցներից Իրանը դուրս է գալու եւ ուղակի նավթ է ծախելու համաշխարհային շուկա, այսօր անուղակի է ծախում, աչք են փակում, ստվերային ծախում, իսկ եթե Իրանը մտավ ամբողջ թափով գազի եւ նավթի շուկա, նշանակում է նավթի գինն ավելի անկնել կամ Ռուսաստանի այդ անօրինական նավթի փոխարեն առնելու են իր օրինական նավթը։ Դրա համար այդ հարցն էլ կա, իրար սաղ փոխկապակցված է։ Ռուսաստանը ապագա չունի որպես կայսրություն։ Ռուսաստանը որպես երկիր կմնա բնականաբար ինչ որ կորուստներ կունենա, ինչքան շուտ Ռուսաստանը հաշտվի այդ մտքի հետ, ինչպես շատ կայսրություններ են հաշտվել։ Պորտուգալական, իսպանականից սկսած մինչև ֆրանսիական ու բրիտանական Ռուսաստանը պետք է հաշտվի, որ կայսրությունների ժամանակը ավարտվել են։ Հետևաբար ինքը չունի այդ կարողությունը եւ նաեւ հասկանա, որ իր համար ավելի լավ հարավային Կովկասում ունենալ բարեկամ Հայաստան եւ աջակցել այդ Հայաստանին եւ ոչ թե Հայաստանի թշնամիներին աջակցել, որովհետեւ նրանց չեզոքությունը հայերի հաշվին, ինչպես Ղարաբաղում վճարեց Ղարաբաղով թուրքերին, որպիսի չեզոքությունը իրենց ապահովի։ Եվ վերջին հարցը, այո։ Այո, համեցեք։ Շարունակ Պապյան։ Ես ուզում եմ ասել որ այսինքն մենք այս տարի ականատես ենք լինում շատ տևական հակամարտությունների եզրափակիչ փուլ մտնելու։ Դա իսրայելական եւ Իսրայել այսպես ասած թուրքական հակամարտությունն է, դա Ռուսաստան, Ուկրաինա պատերազմն է եւ Իրան արևմուտք կամ Միացյալ Նահանգներ Իսրայել պատերազմը։ Եվ հետաքրքիր է, որ այդ բոլորի արդյունքում Հայաստանը կարող է շահեկան բոլոր երեքի դեպքում էլ շահեկան իրավիճակում հայտնվել եւ օգտագործել այդ արդյունքները, այդ հակամարտությունների արդյունքները իշա Հայաստանի հայկական հարցի, որը սակայն այս իշխանությունների դեպքում բացառված է։ Բայց հարցս ներքաղաքականի մասով այսպիսին էր, պարոն Պապյան, եւ սրանով էլ ամփոփենք մեր զրույցը, արդյոք Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է ինքն իրեն հռչակեց վարչապետ, բայց հաղթած է իրեն զգում, թե ինքն էլ ներքուստ զգում է, որ իր իշխանության կյանքը կարճ է, որովհետև եթե ոչ ներհայաստանյան զարգացումներով, ապա արտաքին գործոնները կնպաստեն, ինչպես դուք նշեցիք, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի եւ ի վերջո կա այն պահը, որ ազգայինի պահանջը լինի, ազգային իշխանության։ Եթե հիշում եք 2018 թվականի ընտրություններից հետո մենք միակ ուժն ենք, որ հայտարարեցին, որ այս իշխանություն այս խորհրդան տարի-տարուկես կյանք ունենալու։ Այդպես էլ եղավ։ Մենք 21-ին դրա մասին բան չասեցինք, որ կարճանան, որտեղ այնտեղ իրավիճակը էլ փոխվեց, մենք հասկանում ենք ինչը։ Այս ընտրությունից հետո նորից հայտարարեցինք, որ այս խորհրդարանը տարի-տարուկես է ունենալու կյանք։ Ինչի համար։ Որ այդ ընթացքում պիտի տեղի ունենան աշխարհաքաղաքական վերադասավորումներ,
որից հետո պիտի Հայաստանում իրականացվեն վերընտրություններ, նոր վերընտրություններ։ Այս process-ը, որ ձգձգվում է եւ մենք ինչ որտեղ որպես, այսպես ասած, ավելի հեղափոխական եւ փողոցային պայքարի ուժ բան ենք, ներսրտվում են ինչ է փողոցային պայքարը չկա, որտեղ process-ը պետքա մի քիչ ձգձգել, տեսնել ինչա լինում այդ երկու մեծ պատերազմների ժամանակ։ Այս ելեմ կրում, սա մեր ներքին խնդիրը չի։ Հայաստանի ամբողջ ներքին կյանքը ածանցվում է արտաքին մեծ ուժերի տարբեր խաղերից։ Եվ այստեղ ուզում եմ ասել, շատ ուժեր, որոնք արտաքնապես ընկալվում են պրոռուսական չեն։ Դրանց մի մասը պրոարևմտյան է, մի մասը պրոթուրքական է, որտեղ այդ ուժերն էլ հասկանում են, որ Ռուսաստանի, չգիտեմ, ջրին փլավ գցել չի լինի, այսպես ասած ժողովուրդը այդպես խոսք ունի, չի լինի։ Որտեղ ասма փլավ ունենալ են ինքը կուտեր այդ Ռուսաստանը անկման մեջ է, ինքը դա իրողություն է, դա լավ չի մեր համար։ Հայերիս համար բնավ լավ չի, մենք կուզենք որ Ռուսաստանը լիներ հզոր, ուժեղ, ժողովրդավար, բարեկեցիկ եւ այլն, չէ, այդպես չի։ Եվ մեզանից չի կախված, որ այ եկեք ռուսներին մի քիչ շատ գցնենք, լավամարդ լինենք, ինքը մեր հետ լավ կլինի։ Չէ, եթե ինքը չի ուզում, հենա մենք Ղարաբաղի օրինակը տեսանք։ Ոտից գլուխ ամբողջ ղեկավարությունից մինչև վերջի մարդը Պուտինին նկարով, Պուտինին գցնելով ման էին գալի, դա ինչ որ բան փոխեց, ասենք մի զինվոր պաշտպանեց մեկին, չէ։ Նույնը Հայաստանի հետ է, որ այսինքն պիտի քաղաքական ուժի խնդիրը որն է։ Այդ հարցով մենք բավականին լավ ենք։ Պարզապես խնդիրն է, որովհետեւ մեր ժողովուրդը հասկանա, ինքը գոնե մեր չափ գիտելիք փորձ ու ժամանակ պետք է տրամադրի ներս ամբողջին, որը չի անում։ Որովհետեւ մեծ մասը գնում է ընտրությունների, ասում է, այստեղ են լավ խոսած, այն չգիտեմ բանը թոշակ ավել ասեց, որտե՞ղ է։ Դա իրողություն է։ Բայց ձեր խոսքը գրտնելով եւ իմ դրանց առած այո գալիս է ժամանակ որ աշխարհակական շահերը պահանջում են Հայաստանում ոչ թե պրոթուրքական իշխանություն, այլ ազգայնական իշխանություն, որտեղ Հայաստանում ազգայնականությունը առաջին հերթից ուղղված է լինելու Թուրքիայի դեմ։ Ոչ թե որ մենք Թուրքիայի հետ պատերազմ ենք ուզում, ոչ, դա իրողությունն է այդպես, որտեղ իրենք խաղաղություն մեզ հետ չեն ուզում, չէ՞։ Իրենք չեն ուզում ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան խաղաղություն չի ուզում մեզ հետ։ Նայեք իրենց հայտարարությունները, ես այսօր մտա Հայաստանից փակ էր դժվար էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, առաջին նյութը որ բերում է, դա իրենց պաշտոնական հայտարարությունն է այս տարի մարտի 30 թե 31-ին իրենք ցեղասպանության օր ունեն ադրբեջանցիների, դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն, որովհետև մեղադրում են հայերին այդ ցեղասպանության մեջ։ Երկրորդ նյութը Խոջանոյի ցեղասպանության մասին է։ Եվ դա գնում է aggression of Armenia against Azerbaijan, Հայաստանի ագրեսիայի մասին են խոսում։ Անկամ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի պատեր, չէ, մենք ագրեսիա ենք կատարել։ Այսինքն դուք չեք կարող խաղաղություն հաստատել մեկին, որը յաթաղանն առած գալիս է ձեզ մորթելու։ Եթե նա յաթաղանով գալիս է ձեզ մորթելու, դուք պետք է Կալաշնիկովը հանեք տեղում փռեք իր լեշը։ Սա է։ Մուզ երբ որ ասում են դուք ծայրահեղական եք, վիճակն է ծայրահեղ։ Նեյնինների ժամանակը չի։ Վիճակը ծայրահեղ է, կամի հարց է, դրա համար եմ ասում։ Իսրայելի ճանաչումով հայոց ցեղասպանությունը հնարավորություն է բացվում Հայաստանի առջև արևմուտքի հետ հարաբերություններ զարգացնել, խորացնել, ոչ թե այսպես ասած թուրքիական հիմնական խաղացողը, այլ Իսրայելի միջոցով մեկ։ Մեզ հնարավորություն է տալիս հրեական մեդիա եւ տեխնոլոգիական ռեսուրսներ, ինչպես նաեւ հսկայական ներդրումային հնարավորությունները օգտագործել Հայաստանի դաշնան զարգացման համար, որ այս ամբողջի վերջում գալիս Հայաստանի անվտանգություն եւ խաղաղություն հաստատելու հարց։ Ուզում ենք, ուրեմն պիտի խելամիտնենք եւ հետևենք, թե ինչ ասում Բևերը։ Եվ չասել, որ այս կան ձայն հավաքեց, մյուսը կան ձայն։ Ցավոք սրտի, ոչ դեմոկրատական ռեժիմներով քվեները չեն որոշում։ Բայց Բևերը այդքան ձայն է հավաքել իրականում, պարոն Պապյան։ Իհարկե իրականում այդքան ձայն չի հավաքել։ Այդ ո՞նց եղավ, մյուս կուսակցություններ կար, պարզվեց, որ իբր անդիմադիր են։ Հաշվարկի ժամանակ կենտրոնական հանձնաժողովը սխալվել է եւ իրանց ավել է գրել։ Իսկ ոչ մի դեպք մենք չենք տեսնում, որ ավել գրեն Բևերը, պակաս են գրել, Բևեր չեմ ասում, գիտեք, տեղամասեր կան ընդհանրապես Բևերի թերթիկը չկար։ Եվ մյուս հազար տեսակ այդ հնարավորությունները, բայց կրկնում եմ,
մենք մեր պայքարը շարունակում ենք, մենք անգամ այն պահին, երբ որ ոնց ասած ընտրությունները գնում էին Նիկոլա Կնձը, մենք էլի մեր երկրի համար քայլեր էինք անում եւ էլի մեր կանխատեսումները ճիշտ էր եւ Միացյալ Նահանգ եւ այլուր մենք շփումների ու պայմանավորությունների մեջ էինք եւ դա արդեն մենք կայացրել էինք մինչեւ այս Իսրայելի կողմից ընտրություն։ Չմոռանանք, որ Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման հարցի տեղեկությունը առաջինը բևերը տարածեց։ Դա մենք լոբիստական խմբերով մենք դրա մասին արդեն գիտենք, որտեղ դեռ մենք անցյալ տարվանից այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում, որի վերաբերյալ մի հատ նկար բանում դրված է Facebook-ում, այլ մանրամասների մասին չգար, բայց ասում եմ, մենք այդ աշխատանքը շարունակում ենք, գործընթացի մեջ ենք, ու ես վստահ եմ, որ նոր իրողությունները եւ սազմ եմ շեշտել նոր հնարավորությունները, որ կարծում ենք Weber-ը շուտով կստանա, իշահ մեր երկրի մենք օգտագործենք։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան, այս զրույցի համար։ Խնդրեմ։ Շնորհակալություն նաև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մեր եթերը դիտելու համար, չմոռանաք անպայման լայքել, գրել մեկնաբանություններ եւ այս հարցազրույցը տարածել ձեր սոցցանցերի էջերում։ Այսքանը հաջողություն։